հարցով էլ ինձ օգնեք, էլի։ Ասա Կարեն։ Ուրեմն մի հատ գործ կա չենք կարող բացահայտենք, էլի։ Բանկ են թալանել։ Ինկասատորները 200 միլիոն դրամ են բերել, դուրս են եկել, գողերը միանգամից մտե թալանել են։ Դիմակներով են եղել ու ձեռնոցներով։ Չենք կարող գտնենք։ Իսկ ինկասատորներին ստուգել եք։ Դե պարոն գնդապետ, իրանք իրանց չէին թալանելու։ Դուք ճիշտ էիք։ Ձեր ասածով ամեն ինչ արեցի, գործը բացահայտեցի, գողին բռնեցի, կոչումս բարձրացրեցին։ Արդեն կապիտան եմ։ Թույլ կտաք ուրախանալ։ Ուրախացի։ Բայց գործով եմ եկել ձեզ մոտ, որ խնդրեմ կօգնեք։ Ասա։ Օդանավակայանում ուղևորների ճամպրուկներ են գողանում։ Մի ամիսա չեն կարողանում գողին բռնել։ Ո՞նց անենք։ Նա ինչ ես անում։ Ուրեմն մտնում ես ճամպրուկի մեջ, այդ ճամպրուկը դնում ես օդանավակայանում ամենաերևացող տեղը։ Այնքան ես սպասում, մինչև գողը գա գողանա։ Բայց ինձ կգողանան։ Ինքը կգա ճամպրուկը վերցնելու, կբռնի, կտեսնի ծանրա, կմտածի մեջը թանկարժեք բան է։ Դե չի մտածի, որ ցես դադարքություն է։ Կտանի տուն, կբացի, դու մեջից կթռնես ու կբռնես։ Չես լացում։ Որովհետև հպարտանում եմ ձեզնով։ Ձեր օգնությամբ են գործը բացահայտեցի, մայոր են տվել։ Շնորհավորում եմ։ Պարոն գնդապետ, բայց մի հատ էլ խնդրանք ունեմ։ Ասա Կարեն։ Ինչ թոշակի եք գնացել, այս գործերը չեն կարողանում բացահայտել։ Որ խնդրեմ մի հատ գնայեք։ Դուր։ Ես պարզա, գողը պահակն է խանութի կբռնեք։ Ես գողացված ավտոն հիմա Վանաձորում է, գնացեք բերեք։ Ալանուր գնաց, պարոն գնդապետ։ Լոգեմ տվե։ Յա, Կարեն, ես փոխգնդապետի կոչում է ստացել։ Դե հա, որ օգնեցիք են գործը բացահայտեցի, կոչումս բարձրացրեցին։ Բա մի հատ ուրախանանք։ Դե փոխգնդապետ մարդը մի քիչ լուրջ է պետք պահել։ Բա ես ով է։ Ջեպկիր է, պարոն գնդապետ։ Բռնել եմ, բայց չի խոստովանում։ Վերել եմ, որ օգնեք մի հատ խոստովանի, էլի։ Արա, դու գիտես ես ով եմ։ Ով ես։ Ոնց։ Գնդապետ Տաթևյանն եմ։ Ո՞վ։ Գնդապետ Տաթևյանը դու ես։ Բախշիշու չէիր ասում, այ ախպեր, չգայինք հասնեինք ստեղ։ Մի անգամ ես կխոստովանեի։ Շնորհակալ եմ, պարոն գնդապետ։ Չհասկացա։ Գեներալը ներսա մտնում ես, ոտքի էլ չես ուզում կայնես, այ գնդապետիկ։ Կարեն։ Այդ ոնց